Ալավերդու նախկին պետական արհեստագործական ուսումնարանի ներկայիս Ալավերդու արհեստների պետական քոլեջի 64 շրջանավարտներ հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական դիպլոմները։ Արարողությունը համախմբել էր շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին ու հյուրերին։ Միջոցառման ընթացքում շրջանավարտներին շնորհավորեցին կրթական հաստատության ղեկավարությունն ու մանկավարժական անձնակազմը, մաղթելով մասնագիտական հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու վստահ քայլեր իրենց ընտրած մասնագիտության ճանապարհին։ Հերթական սերունդն ենք ճանապարհում դեպի նոր կյանք եւ հուսով եմ, որ իրենց ստացած մասնագիտական գիտելիքները իրենց պետք կգան եւ կհաջողեն իրենց աշխատանքի գտնելու եւ շատ որոշ ուսանողներ արդեն շրջանավարտներ արդեն ունեն աշխատանք, ուրախ ենք, միշտ հպարտանում ենք, երբ ինչ-որտեղ հանդիպում ենք մեր ուսանողներին արդեն կայացած աշխատանքի մեջ, իրենց բարի ճանապարհ, երջանկություն, խաղաղ երկինք, ունենք արդեն ծառայության մեկնածներ, իրենց էլ բարի խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ։ Շրջանավարտներից շատերը դեռևս ուսումնառության տարիներին կարողացել են աշխատանքի անցնել իրենց ընտրած մասնագիտությամբ։ Նրանց համոզմամբ դիպլոմ ստանալը ոչ թե ավարտ, այլ հաջողված մասնագիտական կարիերայի առաջին կարևոր քայլն է։ Աշխատում եմ որպես բարմեն Վալեքսում, բայց ավարտել եմ խորհրդական գործը ու ցանկություն ունեմ համը խորանալ ոլորտում, սպասարկման ոլորտում, ռեստորանային ոլորտում։ Ուրախ եմ, որ ընդունվել եմ Ալավերդու արհեստագործական ուսումնարանը, բայց վերջացրել եմ Ալավերդու արհեստագործական քոլեջը, որը նույնպես մեծ շանս է առաջ գնալու համար հետագայում։ Շատ լավ տարիներ եմ ունեցել, ամեն ինչ շատ լավ ա եղել, շատ եմ սիրում ստեղ դասախոսներին, քանի որ բոլորը աջակցել են մեզ ամեն հարցում։ Եթե հանկարծ համալսարան չգնամ այստեղ, էլի գալու եմ ուսումնարան։ Նախորդ տարեվերջին կառավարության որոշմամբ հանրապետության բոլոր պետական արհեստագործական ուսումնարանները վերանվանվել են քոլեջների։ Այդ որոշման արդյունքում Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանը պաշտոնապես վերանվանվել է Ալավերդու արհեստների պետական քոլեջ։ Հարկ է նշել, որ Ալավերդու այսուհետ արհեստների պետական քոլեջը եւ Ալավերդու պետական քոլեջը տարբեր ուսումնական հաստատություններ են։ Անվանումների նմանության պատճառով դիմորդների եւ քաղաքացիների շրջանում երբեմն առաջանում է շփոթություն, սակայն դրանք ունեն տարբեր պատմություն, տարբեր կարգավիճակ եւ գործում են որպես առանձին կրթական հաստատություններ։ 2006 թվականից ի վեր սովոր եմ, որ մենք անվանվել ենք, կոչվել ենք ուսումնարան եւ հիմա անունը դարձել է քոլեջ։ Ոչ բոլորն են, որ հետևում են, ասենք, այդ փոփոխություններին, մեր էջին, թեկուզ մեր էջում արդեն փոխված է մեր անվանումը։ Ալավերդու արհեստների պետական քոլեջն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին նախկին պրոֆտեխնիկական ուսումնարանի հիմքի վրա որպես արհեստագործական ուսումնարան, ինչը ենթադրում ուսումնական հաստատության անվանափոխությունը եւ ինչ փոփոխություններ է այն բերում ներկայացնում է Ալավերդու արհեստների պետական քոլեջի տնօրեն Ամալիա Հովասափյանը։ Մասնագիտական կրթություն իրականացնող միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները բոլորը դարձան մասնագիտական ուսումնական հաստատություններ, վերացավ նախնական եւ միջին մասնագիտական, այսինքն քոլեջ, ուսումնարան բառերը մնաց միայն քոլեջը։ Ունենք մասնագիտություններ հիմնական կրթության հիմքով եւ միջնակարգ կրթության հիմքով։ Ունենք նաև մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն եւ կառավարության որոշումով այդ մասնագիտությունները համարվում են գերակա մասնագիտություններ եւ մեր 3 մասնագիտությունները եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, օգտակար հնածոների հարստացում եւ գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում որպես գերակա ոլորտի մասնագիտություններ, այսինքն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ, առաջի կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են ամսական 50,000 դրամ կրթաթոշակ։ Ալավերդու արհեստների պետական քոլեջում ներդրված են այնպիսի մասնագիտություններ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, հատկապես Լոռու մարզում ու Ալավերդու տարածաշրջանում։ Ուսումնական ծրագրերը մշակված են հաշվի առնելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջները, ինչը շրջանավարտներին հնարավորություն է տալիս արագ աշխատանք գտնել եւ կայանալ իրենց ընտրած մասնագիտությամբ։
Քոլեջում գործում է կրթաթոշակային համակարգ, իսկ ուսանողներին փոխհատուցվում է նաև տրանսպորտային ծախսերը, նպաստելով կրթության առավել հասանելի եւ մատչելի կազմակերպմանը։ Մեր հեռու բնակավայրերի ուսանողները, այսինքն այն ուսանողները, ովքեր որ 5 կիլոմետր եւ ավելի հեռավորությունից են հաճախում ուսումնարան, ստանում են երկկողմանի ճանապարհածախսի փոխհատուցում։ Յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար ստանում են նաև ճանապարհածախսի փոխհատուցում։ Ալավերդու արհեստների պետական քոլեջի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել պահանջված մասնագիտություն, զարգացնել գործնական հմտություններ եւ վստահ քայլերով մուտք գործել աշխատաշուկա։ Մերի Կոլոլյան, Դմիտրի Հակոբյան, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։